Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ Սուրեն Սուրենյանցի հետ, դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյանց, լավերն ընդունելու համար։ Տեսեք, շատ ավելի հաճախ ասում են պետք չէ այդ թեման այդքան քննարկել, խոսքը Աննա Հակոբյանի վերջին շրջանի բայց ես ուզում տրամաբանություն հասկանալ դրսևորումների մասին է։ Ինչու է այս մարդը նման բառապաշարով հանդես գալիս, հա։ Մեկ ասում են դրա տակ քաղաքական տեխնոլոգիա կա, մեկ ասում են նյարդերը արդեն տեղի են տալիս, հա։ Որ տարբերակն էլ լինի, այնուամենայնիվ մեր քաղաքական կյանքի այդքան էլ լավ վիճակում չգտնվող մակարդակը էլ ավելի է իջացում, երբ որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կինն է արդեն նման կներեք այս արտահայտությունը բազարների մեջ մտնում քաղաքական։ Ընդհանրապես քաղաքական նշաձողի իջեցման լուրջ հատկանիշ են ընտանիքապետությունը։ Հայաստանում ավտորիտարիզմի այդ տեսակն է գործում, ընտանիքապետությունը, որ արդեն շատ պատման է, որովհետև այլ բան, որ ընտանիքում պետության ղեկավար ընտանիքի հոր վրա որոշակի ազդեցություն կարող է լինել, բայց այլ բան, որ դա հրապարակավ այսպիսի դրսևորումներ ունի եւ ըստ էության Աննա Հակոբյանը ավելի բարձր պաշտոն ունի, քան փոխվարչապետի պաշտոնն է, ոչ ֆորմալ, դա արտահայտվում է ընդհանրապես տեսանելի եւ դա արտահայտվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Հիմա ես հակված չեմ ենթադրել, որ խուճապի ու ջղաձգության հետևանք են այդ արտահայտությունները Աննա Հակոբյանի։ Ավելի շատ դա ես կարծում եմ նախընտրական հաշվարկա կամ տեղավորման նախընտրական տրամաբանության մեջ։ Իրենք թերևս հասկանում են, որ հասարակության նոր շերտերի սիրտ գրավելու տարբերակ չունեն։ Շերտեր կան, որոնց կորցրել են անվերադարձ։ Հիմա աշխատում են իրենց միջուկը, էլեկտորալ միջուկը մոբիլիզացնելու ուղղությամբ։ Ակտիվացնել։ Այո, իրենց էլեկտորալ միջուկի համար շատ հարազատ են այդ բառերը։ Շատ այդ օխլոսի սիրած տերմիններն են, օխլոսի վարքագծային կանոններն են, իրենք աշխատում են մոբիլիզացնել այդ շերտին։ Ստացվում է ձեր գնահատականը։ Օխլոսին կարող են մոբիլիզացնել, այլ խնդիր է, որ այդ Բայց դա ինչ թիվ է կազմում։ Իմ կարծիքով դա կազմում մոտավորապես 15%։ Գվե, մյուս 15-20%-ի հարցը կփորձեն լուծել ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով կամ վարչական ապարատը մոբիլիզացնելու ճանապարհով, ամենայն դեպս իմ տպավորությամբ այդպիսի հաշվարկի վրա են աշխատում, որովհետև նա սառնասրտորեն է վիրավորում։ Գիտեք, այդ խուճապի դրսևորում կլներ, եթե հրապարակային խոսք հնչեցներ նա։ Հրապարակային խոսքի ընթացքում ենթադրենք ընդդիմադիրները խանգարեն կամ ինչ-որ ռեպլիկներ անեն։ Հա, չհաշվարկված, հա, սպոնտան ինչ-որ չհաշվարկված, ոնց որ հաճախ Նիկոլ Փաշինյանի մոտ է ստացվում, այդպես ինչ-որ բառեր օգտագործել, բայց գրավոր տեքստը չի կարող սպոնտան լինել։ Գրավոր տեքստը գրվում է, կարդացվում է, այնտեղ տեսնում ենք, որ առանձնապես կանոնիզացիան տեքստի խառնված չի, այդ բառերը չհաշված է, հետևաբար դա շատ հաշվարկված, մշակված պլան է, հետո ջղաձգվում են մի դեպքում, երկու դեպքում, երեք դեպքում, սա ինչպես տեսնում եք, որոշակի միտում է շուտ ժամանակաշրջանի համար։ կոնկրետ խնդիր են լուծում։ Հա, կոնկրետ խնդիր են լուծում։ Լավ, հիմա տեսեք, ակտիվորեն էլի քննարկվում են 2026 թվականի ընտրություններ, հավանական, հա, ու պարզ է իշխանությունն էլ դրան է պատրաստում, ձեր ասացի տրամաբանությունից էլ լավ դա է հուշում, որ
իրենց ընտրազանգվածը ակտիվացնում են, հա։ Եվ հիմա դուք օրս գրառում եք արել, որ Հովիկ Աղազարյանը կավարտի իմպիչմենտի գործընթացը։ Ավարտել է։ Արդեն ավարտել է։ Այո։ Բայց ոնց որ ասում են չի ավարտվել։ Նու տեխնացու կլինի դեռ հրապարակ օրաթերթը մասնավորապես գրում է, որ Արտուր Վանեցյանը պարտավոր է առաջադրվել։ Ես չգիտեմ ում առաջ է պարտավորությունը ստանձնել, պարոն Վանեցյան, ինձ համար անհասկանալի է։ Գիտեք, ամիս կես առաջ էր դերևս Հովիկ Աղազարյանի մասով որևէ մեկը կանխատեսում չերել արել։ Դուք ասել եք։ Ես եթերներից մեկում կարծիք էի հայտնել, որ երբ որ գործընթացի տակ կամ նախաձեռնության տակ քաղաքական հաշվարկ չի լինում, միշտ ինչ-որ կենտրոնից կամ իշխանությունից շանս են ստանում փայի դառնալ այդ process-ին։ Եվ ենթադրել է, որ մի հատ պայմանական Հովիկ Աղազարյան փորձի մոդերացիա իրականացնել այդ process-ում։ Նա արեց այդ քայլը եւ շատ կանխատեսելի քայլերի դեպ զարմանում եմ, որ նախաձեռնողները չէին հաշվել։ Նա արեց այդ քայլը, բայց միևնույն ժամանակ մի հատ հայտարարություն արեց, որը անտրամաբանական կհնչեր, եթե նա իսկապես ցկտում է impeachment-ին։ Տեսեք, ինքը ամեն դեպքում 2 մանդատակիր է ընդամենը։ Դա չի կարող ավելանալ այդ տիպը, բայց ինքը հայտարարում է, որ որևէ պարագայում ինքը չի միանա պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունների, եթե նույնիսկ այդ խմբակցությունները առաջադրեն Էդմոն Մանուկյանի տեխնատությունը։ Ստացվում է, որ ինքը ոչ թե impeachment-ի է ցկտում, այլ իրես քայլով փաստի առաջ է կանգնեցնում ընդդիմության մյուս թևերին, միևնույն ժամանակ տորպեդարում է process-ը։ Impeachment-ի գործընթացը Հովիկ Աղազարյանի նախորդի հայտարարության պատճառով կարելի է համարել ավարտված։ Իհարկե, մի վերապահում կա, ես այդ ամենասկզբից եմ ասել, ընդհանրապես ինձ մոտ տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտում քաղաքական գործիք շփոթում են քաղաքական նպատակի հետ։ Impeachment-ը քաղաքական գործիք է, ընդամենը չի կարող նպատակ լինել, ինքը սահմանադրական միջոց է, ճանապարհ է, իշխանափոխության հնարավոր ճանապարհներից մեկն է։ Հետևաբար ինքը ածանցյալ է, իսկ ածանցյալը փողոցային շարժման է։ Ով ուզում է լինի impeachment-ի նախաձեռնողը եւ ով ուզում է լինի պոտենցիալ տեխնացուն, անկախ նրանից ես այդ մարդկանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեմ, մարդկային կամ այլ վերաբերմունք, քաղաքական, նույն խնդիրն եմ ես նրանից պահանջելու։ Ցույց տուր քաղաքական այլընտրանքային ծրագիրը, որի միջոցով կարող ես համաժողովրդական շարժում գեներալ։ Պարոն Սուրենյանց, ընդհանրապես տրամաբանական է ակնկալել քաղաքական դաշտից տրամաբանական վարկագիծ են, ինչ որ դուք եք հիմա ակնկալում, որ impeachment-ը դա միջոց է, ոչ թե նպատակ, հա, երբ որ առնվազն 10 տարի երկիրը ղեկավարած մարդը հայտարարում է, որ մեր նպատակը եւ իր քաղաքական թիմի նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է եւ վերջ։ Թափս Նիկոլ Փաշինյանից ազատվելը կարող է նպատակ լինել։ Նիկոլ Փաշինյանից ազատվելը կարող է նպատակ լինել, բայց ելի միջոց է իմ համար։ Հա որտեղ հա ազատվեցիր եւ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանից ազատվելը տեխնիկական խնդիր է։ Եթե կա քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր, նրա այն պսևդո իրական Հայաստանի ծրագիրը դառնալու այլընտրանք չունեցող ծրագիր։ Ինչքան դժվար է իմ համար այդ մասին բարձրաձայնելը, այդ թուրքական ենթապետության, ադրբեջանական ենթապետության ծրագիրը, բայց ծրագիր է։ Այ ինչ-որ շերտի, որոնք շատ են վախենում պատերազմից, որոնք զզված են նախկիններից, հա, որոնք ատում են Ղարաբաղյան շարժումը, այդ մարդկանց համար դա ծրագիր է։ Հիմա միջև կոնտր ծրագիր չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվել հնարավոր չի լինի։ Կոնտր ծրագրի պարագայում Նիկոլ Փաշինյանից հնարավոր է ազատվել շատ կարճ ժամանակահատվածում։ Օրինակ, էլի հեսա կասեն Գյումրի օրինակը բերեց, ճիշտ է, դա չեմ կարող ընդհանրացնել Գյումրի օրինակը եւ դրա վրա հեռուն գնացող ենթադրություններ անեմ։ Այնուամենայնիվ Գյումրիում աշխատում էր մի հատ ծրագիր։ Այդ ծրագիրը հիմնված էր այն բանի վրա, որ Գյումրին չունենա մի իշխանություն, որը ամբողջովին տրված է Երևանի թելադրանքին։ Գյումրեցիները ուզում էին
իրենք սուբյեկտություն դրսևորել իրենց տեղական ինքնակառավարման հարցերում։ Դրան տարբեր ձևերով հասավ, իհարկե շատ պրիմիտիվ կարգախոսներով եւ այլն։ Հիմա մեր ընդդիմության խնդիրը նա, որ այլընտրանքային քաղաքական ծրագիր չի ներկայացվում, բայց խոսում են այն գործիքների, հնարավոր գործիքների մասին, որոնք բերելու են իշխանափոխության։ Այդ հնարավոր գործիքները չեն աշխատելու, եթե չկա ծրագիր։ Մի քանի օր առաջ առիթ ունեցել եմ ասելու նույն Բագրատ Սրբազանի մասին, որը էլի փողոց դուրս գալու մասին է խոսում եւ ասում է 2026-ը պիտի առանց Նիկոլի անցկացնենք։ Շատ լավ, շատ գրավիչ գաղափար է։ Բայց այդ արտահայտությունը Բագրատ Սրբազանի արժանահավատություն կունենա մի պարագայի։ Եթե Բագրատ Սրբազանը բացահայտի մեր բոլորի համար, ինչու չստացվեց 2024-ին իր շարժումը, երբ որ փողոցը բազման մարդ էր։ Քաղաքական այլընտրանքային ծրագրի բացակայության պատճառով չստացվեց։ Բայց Սրբազանն ասում է, ինքը շարունակում է փողոցի առաջնորդը մնալ։ Շատ բան կար ասի Սրբազանը։ Այդպես չի։ Իր ասածները իմ համար արժանավատ են, այլևս միայն հոգևոր ոլորտում, Աստվածաբանության ոլորտում, այո։ Շատ բան կար ասի, հիմա փողոցը դատարկ փողոցի խորհրդանիշ է այդ դեպքում այդ շարժում։ Եթե շարունակում է փողոցում առաջնորդություն։ Հասկանում եք, չի կարելի Նիկոլ Փաշինյանի ուրացմանը հակադրել կեղծ հայրենասիրություն կամ ուռա հայրենասիրություն, հա, որտեղ նա եթե ուրանում է, դրան հակադրում ես կեղծիկով, օրինակ ոսկե պարով Արցախ վերադառնալու մասին։ Ես չգիտեմ դու Որում դուք եզակիներից եք, որ այդ հենց այդ օրին դրան դեմ խոսեցիք։ Ես այդ պայն եմ այդ դրա հետևում է ելույթին։ Մեր եթերում էլ եք խոսել, այո։ այդքան արձանակ։ Իհարկե դրա համար շատ հարցակվել են ի վրա, բայց չի կարելի քաղաքականությունը կենացիա չփոթել։ Եթե հետո գիտեք արջի ծառայությունը հասարակությանը մատուցվում, եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը ուրացման թեզերին պատասխանում է կեղծ թեզերով, դրանով թույլատվում է Նիկոլ Փաշինյանին։ Դրանով բացարձակապես Նիկոլ Փաշինյանին չի թույլատվում։ Կարելի ասել, որ ուժեղացնում է հակառակ։ Բայց եթե ոչ պրոդուկտիվ ծրագիր ես առաջ քաշում, Եթե իմ ընկալմամբ սա է, եթե արդեն մրցակցությունը ստի մեջ է, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը միանշանակ նախինքը գերազանց լիդեր հաղթողի կարգավիճակում է։ Ընդհանրապես առաջին նախագահը մի հատ շատ ուսանելի միտք ունի, արտահայտած, ասում է, որ ցանկացած կարգավիճակում որևէ քաղաքական գործիչ երբ որ հայտարարություններ է անում, պիտի մտածի այն մասին, որ վաղը կարող է ինքը իշխանություն լինել։ Եվ այդ հայտարարությունները դնեն դեմը, կոպիտ ասած։ Դա չափազանց ճիշտ միտք, հա։ Եթե որևէ մարդ իշխանություն դառնալու հավակնություն ունի, իրավունք չունի լեզվին ազատություն տա այն աստիճանի, որ հնարավոր չդարձնի իր քաղաքական թիմի հաղթանակը որևէ ընտրություններում, որտեղ մենք մեկուսի աշխարհում չենք ապրում, այսինքն կա միջազգային խաղացողներ, կա միջազգային համատեքստ եւ սուբյեկտայնությունից զրկված Հայաստանում չի կարող մեկը գալ իշխանության, եթե արտաքին միջավայրի համար անհասկանալի լեզվով է խոսում։ Ուղղակի չի կարող գալ իշխանության։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանը ասում է վերջերս այդ Երևանյան երկխոսություններ տեղի ունենում, ասում է այդ խաղաղության պայմանագիրը կտանք սահմանադրական դատարանին, եթե պարզվի, որ դա հակասում է մեր սահմանադրությանը, ու ես այդտեղ սպասում եմ մի անգամից որ կասի, եթե պարզվի, ուրեմն կբանակցենք, որ փաստաթուղթը փոխենք, ասած, եթե պարզվի, փոխենք սահմանադրությունը։ Սա լավ, եկեք աշխարհի տեսանկյունից տանք, փաստորեն աշխարհը նայում է, որ կա մի պետություն, որը պատրաստ է դրսից եղած թելադրանքով փոխել իր սահմանադրությունը։ Սա նշանակում է խաղաղության որևէ պրոյեկտ Նիկոլ Փաշինյան ավելի վերաբդասում կամ մեր երկրի ինքնիշխանության բանաձև։ Այո։ Սա է դա նշանակում, շատ կարճ կոնկրետ։ Սա նշանակում է ադրբեջանական ենթապետության թեզի առաջնորդում, ինչը մենք պնդում ենք Այդ դեպքում ինչ ենք անում սահմանադրություն, թող այդ խաղաղության պայմանագիրն լինի մեր Դա սահմանադրությունը։ այդպես էլ կա, ինքը իրական Հայաստանի 12-13 կետ էր ձևակերպել, ասում էր սա պիտի ուղենիշ լինի,
բոլոր ոլորտների հայեցակարգերի հետ ու համանդրական փոփոխությունների համար։ Ավելի ոչ համանդրական վիճակ, քան Նիկոլ Փաշինյանի Հայաստանն է, գոյություն չունի։ Երեք նա ասում էր մենք ավելի անկախ ենք, ավելի ինքնիշխան ենք, ավելի պետություն ենք, չէ՞։ Փաստորեն նա մի քաղաքագիտական տեսություն է մշակել, որը հակադրության մեջ է մտնում համաշխարհային բոլոր ճշմարտությունների հետ։ Փաստորեն սխալվել են բոլոր այն առաջնորդները, որ կարծել են, որ պետությունների հզորության այցեքարտը հաղթանակներն են կամ ազգային վերածնունդը։ Պարտադիր պիտի ազգային նվաստացման միջով անցնես, ազգային ողբերգության, որպեսզի դառնաս ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի պետություն։ Ոսկե 45 թվականին Գերմանիան ավելի անկախ էր, ավելի ինքնիշխան Ահա, եւ ավելի պետություն, քան 39։ գիտեք, այդ դրա համար են գործիչները մի քանի տիպի լինում լուզերներ, օրինակ եւ պետական գործիչներ, որոնք ձեռագիր ունեն։ Գերմանիան դե ունեցավ բարեբախտություն այդ պատերազմյան փուլում ունենալու Ադենաուերի պես առաջնորդ, որը գերմանական վերածննդի հիմքեր է դրեց։ Եվ 14 տարվա կառավարման ընթացքում կարողացավ հասնել նրան, որ Գերմանիան վերադարձավ բարձրագույն խումբ Եվրոարևմտյան երկրների ճամբարում կամ Եվրամիությունում դարձավ թելադրող։ Դրանի հակառակ լինում են Նիկոլ Փաշինյանի պես լուզերներ, որոնք տրվում են ստեղծված ստատուս քվոյի թելադրանքին։ Ակնհայտորեն այս բարդը բազմաշերտ արկածախնդրական ցիկլի մեջ է։ Մինչև պատերազմը դրա մասին շատ ենք խոսացել, հասկանալի է նա նույնիսկ Գեղամ Մանուկյանից ավելի հայդատական էր, օրինակ, եթե ելույթները դնենք համեմատենք, պատերազմից հետո նրա արկածախնդրությունների ցիկլը չի շարունակվում։ Պատերազմից հետո Մինչև Նիկոլին լսող Գյորգի Վանյանը գերեզմանի մեջ շուռ եկավ։ Հա, մինչև ասենք Թրամփի սպիտակ տուն վերադարձը եւ այլն, հələ տեսականորեն այդ ստրատեգիական կողմնորոշման շրջադարձը կարողանում էին հիմար ինչ-որ թեզերով հիմնավորել, չնայած էլի հիմնավորում չկար բանական մտքի համար։ Հիմա ստրատեգիական կողմնորոշումից մարդիկ չեն հրաժարվել նույնիսկ այն պարագայում, երբ որ ռուս-ամերիկյան դիալոգ ընթանում վայրիվերումներով իհարկե, ուղղակի ստրատեգիական կողմնորոշման կոնտուրն է փոխվել։ Բացահայտորեն մարդիկ առաջարկում են ռուսական հովանոցը փոխարինել թուրքական հովանոցով, բացահայտորեն։ Երեք ելույթում իր սարդարապատում հնչեցրած նույն բարբերության եւ տրամաբանության մեջ էր ինքը խոսում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության մասին։ Այսինքն շատ բարձ հասկացնում է, որ Թուրքիային որպես անվտանգության հովանոց է պատկերացնում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու ճանապարհին։ Սա գիտեք, ես էլ հայ-թուրքական հարաբերություններին դեմ չեմ եւ ես էլ կարծում եմ, որ Թուրքիան ռեգիոնալ շատ կարևոր երկիր է։ Բայց բալանսավորման մոտեցմանը ջատագով եմ ես նաեւ ռեգիոնալ հարցերում։ Այսինքն, եթե չկա հայ-ռուսական դաշնակցային բնականոն հարաբերություն, հայ-թուրքական հարաբերությունը Հայաստանի վիլայեթացման քաղաքականությունն է։ Եթե չկա հայ-ռուսական դաշնակցային հարաբերություն, միայն հայ-իրանական հարաբերությունները ի վիճակի չեն լուծելու Հայաստանի անվտանգային խնդիրները։ Սա ճշմարտություն է։ 3 գումարած 3-ի շրջանակներում Թուրքիայի ներգրավվածությանը ես կողմ եմ, որպես պոտենցիալ միջնորդ, որովհետև այդ պարագայում այնտեղ կան Ռուսաստանի եւ Իրանի դեմքով հակակշիռներ։ Անջատ սեպարատ Թուրքիայի միջնորդությանը դիմելը նշանակում է երկիրը դնել թուրք ադրբեջանական։ Դե ասում են մեզ թշնամացրել են Թուրքերի հետ, ռուսները եկել բզբզել են, ռուսները եկել թշնամացրել են հայ ժողովուրդը։ Դե դա թուրքական շղթողական քաղաքականության թեզ է, եւ Նիկոլ Փաշինյանը ուղղակի տեղյակ էլ չի, որ անցած դարի 60-70 թվականներին Թուրքիայի պատմագիտության մեջ ճիղտողականության թեզերը գեներացվել են։ Ես խիստ կասկածում եմ, որ դա նրա մասին գիտականորեն տեղյակ է, չէր խանգարի, որ իր խորհրդականներից մեկը։ Իսկ այդ գիտնականները կրթվել են Աննա։ Կրթվում է այդ դարբնոցում
Եթե Աննա Հակոբյանը մոտ չեն կրթվել այդ գիտնականները, ուրեմն դրանից ինչ գիտնական։ Հա, այսինքն դրանք մերպես դուրս գրված մարդիկ։ Այո։ Պետքա բան։ Դուք էլ չեք կրթվել, ինչու չեք զբաղվում ձեր կրթությամբ, ասում։ Հիմա Ես հիմա կարող Տիկին Հակոբյանին գրել, ասել Սուրեն Սուրենյանց ուզում է գալ կրթվել։ ես չեմ ուզում քաղաքակրթական ինքնությունից իմ հրաժարվել։ Այդ կրթությամբ զբաղվողներից մեկը Մայիսին մեր քաղաքակրթական ինքնության մաս կազմող Մայիսի դեմի 9-ի դեմ արշավ էր տանում, հիշում եք։ Անայինի եթերում Արծրուն Հովանեսյանը, հա։ Տեսեք, հայերենը շատ հարուստ լեզու է, հետաքրքիր է, որ նաև բառախաղերը այստեղ բառախաղը կրթել եւ կրթել։ Տեսեք, սովորաբար ֆիզիկապես որը մեկին կրտում են, որ սերունդ չտա։ Այո։ Հիմա Աննա Հակոբյանի կրթելն էլ մի քիչ կրտելու նման է, որովհետեւ իրենք էլ գաղափարական, պատմական իմաստով ուզում են սերունդ չտա, այսինքն հայկականության ավելի ճիշտ կլինի կրտել ասել այդ process-ին, որովհետեւ ինչ հա, այդ ընդհանրապես դրա համար եմ ասում, արդեն կրտել է։ շարժումը նորաձև է, կներեք, կրտելը նորաձև է կամ կրտելը ոնց որ դուք ասացիք, կամ այդ իրական Հայաստանի կոնցեպտը, դրանք ինչ են, դրանք ըստ էության միտված են նրան, որպեսզի հայ ժողովուրդը կտրվի ինստիտուցիոնալ հիշողությունից, պատմական անցյալից, ասում մոռացի դա, ինստիտուցիոնալ հիշողություն եւ չունենա ապագայի տեսլական։ Չէ, երեք Նիկոլ Փաշինյանն ասաց, չէ, որ պատմական Հայաստանը մեզ ուղերձ է աղում, որ մի արի իմ ճանապարհով։ Բարձվեց օրինակ դուք երբևէ հայրենիք փնտրել եք։ Փորձում ենք։ Չէ, ես զարմանում եմ էլի, այս ինչ է նշանակում փնտրում էին հայրենիք, հիմա գտանք հայրենիք, հասկանում եք, զառանցանքն էլի վերջո չափ ու սահման ունի, որովհետև ավելի իրական Հայաստան, քան մենք ունեցել ենք 91-ից 2020 թվերին, ես չեմ պատկերացնում։ Դա դասական Դրա ինչն էր իրական։ Ղարաբաղը մեր գրպանը գցած էր։ Այսինքն Ղարաբաղը վարչապետ չէր։ Այսինքն ստացվում է, որ Արցախն էր խանգարում մեր ազգային ինքնությունը։ Այո։ Տրամաբանորեն դա նշանակում է ուղղակի գնդակարել երրորդ հանրապետություն, չնայած 5 արդեն գնդակարված է, որովհետև կամ պաշտոնապես ազդարարել այդ մասին, որովհետև տեսեք, ինչ 3 նվաճում ուներ համազգային շարժումը։ 3 մեծ նվաճում ուներ։ Դա էր մեր պետականության ստեղծումը, Արցախի հայկականությունը կամ Արցախի ազատագրումը եւ երրորդը քաղաքակիրթ ցիվիլ մեթոդներով Հայաստանից այնպիսի էթնիկ բաղադրիչի դուրս մղումը, որը ամտանգ էր դարձնում Հայաստան։ Մարդը առաջինը ոչնչացրել է Ղարաբաղը, երկրորդի քաղաքակրթական հիմքերը դրել է կասկածի տակ եւ երրորդին պատրաստվում են բերել։ Շատ ինտենսիվ հետամուտ է լինում։ Շուտով հայ-ադրբեջանական պետություն է լինելու գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետություն։ Առևտրին որևէ մեկը դեմ չի։ Չէ, գան այստեղ հնան կաճի աշխատող ձեռքեր է Նիկոլը բերում, ինչ ցեք դուք։ Այսինքն մենք ատելության միջավայր ենք ստեղծում 130-150 հազար մեր հայրենակիցների նկատմամբ։ Դե իրանք նախկիններ են, որ եկել են Ղարաբաղցիք, չէ՞, նախկին։ Ղարաբաղյան կլանը, այդ ամբողջ Արցախը Ղարաբաղյան կլան է, դուք չգիտեք։ Գիտեք, ես երբ որ լսում եմ Ալեն Սիմոնյանին, վերջերս այդ մի երկու օր առաջ այդ միրգը, անամոթության զգացում եմ ունենում։ Իրա փոխարեն ես եմ գետինը մտնում եւ ամաչում, որ ընդհանրապես այն էլ են պարագայում, օրինակ, որ ես էլ եմ զբաղվում քաղաքականությամբ, կարար երկրում այնպեսի ողբերգություն լիներ, որ այդպիսի մարդը իշխանության բուրգում երկրորդը լիներ։ Ոչ միայն այդ հայտարարությունների պատճառով, դուք պատկերացնում եք Հայաստանի որևէ ղեկավար ուղիղ երթերում մարդ հետապնդի։ Քաղաքացու, մի հատ իշոր կնոջ, որը մի իշոր էմոցիոնալ իշոր կարծիք է հայտնել։ Չէ, ես կարծում եմ էմոցիոնալ չէր, ինչու, որովհետև այդ մարդուն ոչ հետապնդել էր բերում, ընդհանրապես պետք էր զանգել Տիգրան Ավինյանն, ասել ում եք տվել շինթույլտվություն։ Իբր այդ շինարարներին էր։ Անել այդ վկայական հրապարակ։ Քաղաքացուն պետք չէր գտնել։ Ընդհանրապես վաղ ներարկելու բան էր։ Այդ քաղաքացուն փնտրում։ Ուղիղ եթերում, ասկե մնացած տասնյակ հազարավոր քաղաքացիների ահաբեկելով։ Հիմա եթե որևէ մեկը կարծիք հայտնի, պիտի մտածի, որ Ալեն Սիմոնյանը կամ Նիկոլ Փաշինյանը
բանու գործ թողելու են, լայվով իրաց մանգան։ Սարսափելի վիճակ է, ասում եմ նման բանը խուժանապետություն, ինձ թվում է որ գյադաների ժամանակը Վանո Սիրադեղյանը գրում էր, ուղղակի նույնիսկ ամենավատ ֆանտազիայում չէր կարա պատկերացնել, որ մի 10-15 տարի հետո իր գրվածքից այդ իրականությունը դառնա։ Մի տարբերությամբ։ Սրանք կամուֆլյաժի բիկինի չեն ակնում։ Ահա, Արդեն ասма վարդագույն է, ով տեսել է, ես չգիտեմ, չեմ տեսել։ ամեն դեպքում այդքան Ես Վանո Սիրադեղյանին որպես քաղաքական գործիչ այդպես չեմ ընդունում, բայց մարգարեական խոսքեր են։ հա Խորհրդարանում ավելի նման իրավիճակ պատկերել դժվար է, հա։ Ընդհանրում անգամ բիկինիներն են մարդը պատկերել շատ հետաքրքիր։ հիմա ասա, չգիտեմ, այս վիճակում ասենք հիմա նույնիսկ գիտեք ոնց, ես մեկ արդեն չգիտեմ, քաղաքագիտությունը շատ տկար է, որովհետև այդ գիտության, այդ դիսցիպլինի մեջ մեծ ավանդ ունեցող մարդիկ գիտնականները չեն կարող կանխատեսել, չեն կարողացել երևի կանխատեսել, որ նման թափառախում կամ թափթփուկներ որևէ երկրում Պարոն Սուրենյան, հենց այդ իրավիճակից որ ելնում ենք, չէ՞, խորհրդանի խոսնակի վարքագիծը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վարքագիծը, հա, եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարքագիծը, որ ինչ սուտ ուզեք խոսեն, ոչ մի խնդիր չունեն, որ 5 րոպե հետո կապացուցվի։ Ինչ սրիկայություն ասես կասեն, որևէ խնդիր չունեն, քաղաքացիը պետք է հետապնդեն, մարդապետ կթքեն վրան, թիկնապանները կպան։ Այս իրավիճակում ընդհանրապես իմաստ ունի քաղաքականություն, որովհետև տեսեք, դուք կգաք խոսեք ուրիշ մարդիկ, սկզբունքներից կխոսեն, բան ինչ որ գաղափար, այդ թքած ունեմ, ախպեր, ինձ պետք է սուտ խոսել։ Ես հենց այս բանը սուտ կխոսեմ, առանց կարմրելու, այսինքն մենք երբ որ տեսնում ենք դրսում, շատ երկրներում դե սուտ խոսելը քաղաքական գործչաման ինչքան մաղացու վտանգավոր է, ոչ թե որ նրանք սրբեր են, չէ, որտեվ հասարակությունը դա չի ընդունում, այդ մարդիկ ստիպված են լինում թողնել իրենց պաշտոնները, կարգավիճակները։ Հայաստանում այս մարդիկ այլանդակ են, ես եկել եմ մի փոքր այն համոզման, կարծում եմ, որ քաղաքականությունը ընդհանրապես անիմաստ է դարձել զբաղվելը, որտեվ ինչի դեմ, ինչ փորձես ապացուցել, ինչ ճշմարտություն առաջ տանել, եթե սրանք դա միայն հայկական երևույթ չի, ուղղակի մենք համաշխարհային պատմությունից մի քիչ հետ ենք ընկել։ Գուցե ձեր ասածը լրիվ հիմնավոր լիներ ու քաղաքականությունից դուրս գալու կամ այլ զբաղմունք գտնելու անհրաժեշտություն իսկապես առաջանար, եթե մենք չտեսնենք արևմուտքում ինչքան են ուժեղացել տենդենսները, պայքարի տենդենսները, այսպես կոչված ուլտրալիբերալ կամ գլոբալիստական մեյնսթրիմի դեմ, որտեղ ձեր բոլոր նկարագրած ցինիկ դրսևորումները այդ մեյնսթրիմի հետևանք են։ Օրինակ տեսեք այդ Մակրոնի կերպարը կամ եւ այլն, այդ կերպարները որ կան, կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր վարչապետի, հա, Մերցի, որ արդեն հասցրել է կատարելապես կեղծիքի եւ ցինիզմի բոլոր սահմանները գերազանցել շատ կարճ ժամանակում։ Բայց աշխարհում հիմա մի դրական տենդենս կա, որը կարծում եմ վաղ թե ուշ լոկալացվելու է նաեւ Հայաստանում, դա այնա, որ շրջադարձ ենք դնում, այսինքն մարտահրավեր էլեկտորալ բունտ այդ ուլտրալիբերալ մեյնսթրիմի դեմ։ Դրա վկայություններ թե Միացյալ Նահանգների ընտրությունները, այդպիսի տենդենսներ նաև եվրոպական ընտրություններում ենք, հիմա մենք տեսնում ստիպված այդ ուլտրալիբերալ մեյնսթրիմը գնում նույնիսկ համանդրական հեղաշրջման ճանապարհով, ինչպիսին Ռումինիայում էր, կամ Գերմանիայում կես քայլ արեցին, հետո ոնց որ հետ կանգնեցին այդ այլընտրանքը Գերմանիայի համար կուսակցությունը ծայրահեղական համարելու։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ շրջադարձ է տեղի ունենալու եւ մեր պես մարդիկ Հայաստանում պահանջարկված են լինելու։ Խոսքս պահպանողական արժե համակարգ ունեցող ուժերի վերադարձի հնարավորության մասին է։ Միացյալ Նահանգներում այդ մենք տեսել ենք, իհարկե այնտեղ նեոկոնները, լիբերալները ակտիվ դիմադրում են այդ խորքային պետությունը, բայց ի վերջո մենք տեսնում ենք նաև Թրամփի համառությունը։ Եվ այստեղ էլ կա տենց միտումների հիմա։ Մենք այնուամենայնիվ տեսնում ենք, որ հասարակությունը կամ նրա ակտիվ շերտերը արագ չեն կոտրվում,
եւ ինչ որ դիմադրության օջախներ կան։ Բայց դրա համար էլի եմ ասում, քաղաքական այլընտրանքային ծրագիր է պետք։ Հիմա այս այդ դիսկ բանը կղզիացված ըստ տեսնում եմ, որ տարբեր դրսևորումներ կան, բայց ըստ երևույթին ավելի մեծ կոնսոլիդացիա է պետք եւ ավելի մեծ ջանքերի համադրում է պետք։ Մեկի մոտ ֆինանսական ռեսուրսն ավել, մեկի մոտ կադրային ռեսուրսն ավել, մեկի մոտ այդ բոլորը համադրելու խնդիր ունենք, որպեսզի կարողանանք հասնել մի իրավիճակի, երբ որ հասարակությունը այլընտրանքի հնարավորություն ունենա։ Թե չէ 2021-ի մոդելը, որ մի հատ էլ կրկնվեց 2026-ի ընտրություններում, ողբերգական հետևանքներ կարող ունենա Հայաստանի համար։ Մանավանդ կարող է մյուս տարի մենք սահմանադրության այն չարաբաստիկ դրույթներից մեկը, որ միջև հիմա չի կիրառվել, դրա կիրառմանն էլ առերեսվենք այդ երկրորդ փուլ կոչված թյուրիմացությանը, որ ընդհանրապես ավիրելու է ամբողջ քաղաքական համակարգը։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան։ Ես Ես շեշտում զրուցում եի Սուրեն Սուրենյանց հետ, տեսություն կհանդիպենք։